Հայաստանի պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանը 1999 հուլիսի 31-ին հայտարարում է, որ ԱՄՆ հայոց կաթողիկոսի հոկտեմբերյան ընտրություններում պաշտպանում է Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Հայաստանի քաղաքացի Գարեգին arczepiskopos Ներսիսյանի թեկնածությունը։ Հայրապետյանը խնդիր չի տեսնում, որ ինքը քաղաքական գործիչ լինելով խառնվում է կրոնական կառավարման գործերին։ Բոլոր քաղաքական ուժերն այսօր տակից փորձում են ներազդել կաթողիկոսական ընտրությունների վրա։ 2000 թվականի այսօրը խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին իր մոտ է հրավիրում Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը։ Այս կանայք միայն մեկ բան են պահանջում՝ բացահայտել ծառայության ընթացքում իրենց որդիներին սպանողներին։ Մի քանի քաղաքական գործչի սպանության համար ցմահ դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի փաստաբանն ասում է, որ իր պաշտպանյալի հանդեպ առավելագույն պատիժ են սահմանել Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար, սակայն նախաքննության ընթացքում քննիչներին հաջողվել էր կորզել այդպիսի ցուցմունք։ Ցուցմունք տալուց հետո հարցրեց քննիչներին. «Հիմի ձեր խոստումը կատարել եք, ինձ նորից հետ տանեք»։ Ասին անպայման Ավան Հոսեփյանը խոստացավ եւ նա կատարի իր խոստումը։ Եվ մենք խոստանում ենք քեզ մինիմից էլ պակաս պատժով ազատել։ Հարցրեց թե ճիշտ է որ ինձ կարող են, ես ասացի չէ, չեն կարող, ես օրինակ չեմ կարող քեզ խոստանալ մեր պատիժ։ 2000 թվականի այսօրը հայտնի է դառնում, որ շուտով Հայաստանի ջրային համակարգը կաշխատի ջրաչափերով, գյուղատնտեսության նախարարությունում մրցույթին մասնակցող 7 կազմակերպությունների միջև պետք է որոշվի, թե որ մեկը պիտի արտադրի ջրաչափ։ Շինական տենդերների ժամանակ իհարկե մենք բոլորս ցանկություն է, որպեսզի շահեն հայկական շինական կազմակերպությունը, բայց դե մրցույթը մնում է մրցույթ։ Այս քաղաքացին 2000 թվականի այսօրերին Արմեն Թելիս տեղեկանում է, որ մեկ ամիս առաջ ինքը զանգել է Հնդկական օվկիանոսում գտնվող մի կղզի Դիեգո Գարսիա անունով, որտեղ ապրում են պապուասներ։ Բաշրա Սովետская энциклопедияի 1978 թվի մեջ գրված է, որ там строится американская военная база։ Այս մարդն անձամբ է քարտեզի վրա գտնում այդ երկիրը կապվում է ԱԱՑ-ի հետ եւ տեղեկացնում, որ ինչ-որ մեկը զանգել է ամերիկյան բազա։ Արմեն Թելից էլ փորձել պարզաբանում ստանալ։ Ոչ մի բան հնարավոր չէր լսել, ոչինչ նրանք չուզեցին հասկանալ։ Արմավիրի մարզի Հացիկավանում ոռոգման ջրի բացակայությունը 2001-ի հուլիսի 31-ի շոքորը տեղացիներին ստիպել էր փակել Արմավիր Գյումրի կենտրոնական մայրուղին։ Արդեն փաստորեն դանակը ոսորտ է հասավ ոսկորեն, ժողովուրդը արդեն չի անտերում։ Այսօր մարդկանց եղածը ամբողջը չորացվել է։ Ես անմիջապես օրինակ հեկտար ու կես պամիդորի վայրանդով վարկ եմ վերցրել ու դրել եմ։ Հիմա ես ուր դից պետք է վերցնեմ կամ հումը պետք է փողոքեմ, որ այդ պարկեն ինձ հաջուցեն։ Հնարավոր է առանց ջրի ապրել։ 40-ն անց արդեն հորի ջուր խմելով 1000 վարակա, ճիճուները մեջը խլվլում են։ Այդ գնացքի գծերն է կփակենք, լրիվ, այդ ճամփաները փակա մնալու։ Հոկտեմբերի 27-ին տուժած падգամավորները 2001-ի այսօրը դատավարության ժամանակ հնարավորություն ունեցան Նայիրի Հունանյանին անձամբ հարցնել, ովքեր են ծծել ժողովրդի արյունը։ Բոլորը, ովքեր իշխանության մաս էին, ասում է Ամբաստանյանը։ Միասնություն խմբակցության ղեկավար Գալու Սահակյանն այլ հարցեր ուներ։ Ինչ է ակնկալում դատարանից ոչրագործը, եւ եթե մահապատիժի վճիռ կայացնի դատարանը, մահապատիժի գործերը կրել։ Ես կարծում եմ այդպիսի վճռի արժանի ազգային ժողովը։ Իդեպ այս դատավարության ժամանակ տուժողներն իր հետևից լքում են դատարանի դահլիճը չստանալով իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, իսկ մեղադրող կողմը դժգոհում է, որ Ամբաստանյանին հարցեր տալու համար տուժողներ չկան։ Ըստ Ամբաստանյանի հայտարարության նրանք նիստերի դահլիճում ազգային ժողովում զբաղված են անձնական գործերով, առևտրական հարցերով, որոշները ծիծաղում էին, նույնիսկ ըստ ցուցմունքի ինքն էր նախազգուշացնում, որ ծիծաղի ժամ չի, մի ծիծաղը գրել։ Ինչ թվում էր նման ցուցմունքներից հետո ավելի ակտիվ չէ մասնակցեին տուժողները։ Զեյթունի ուսանողական հանրակացարանի 8-րդ մասնաշենքի բնակիչներին 2001-ի այսօրերին կառավարությունը հրահանգել է մինչև օգոստոսի 1-ը ազատել շենքը։ Բնակիչները կասկածներ ունեն, որ կառավարությունն ուզում է շենքը սեփականաշնորհել։ Մինչև հանրակացարան գալը մեզ այդ ժամանակավոր պայմանագիր են կնքում այն մասին, որ մենք պարտավորվում ենք իրենց իսկ առաջին պահանջով դուրս գալ, բայց երբ որ արդեն այդ հրամանակա որ պետք է սեփականաշնորհվի եւ միայն պարոն Զարգարյանն է դա հերքում թե չկա նման պայմանագիր։ Այդպիսի հիմք կար, քաղաքապետը դիմել էր քաղաքապետարան դիմել էր կառավարություն, բայց այդ ուսավանի շենքը չեն սեփականաշնորհի։
2007 հուլիսի 31-ին հայկական падգամավոր Հայաստանի արտադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ասում է, որ Հայաստանում մարդիկ ոստիկանությունից ավելի են վախենում, քան անցագործներից։ Միայն ոստիկանությանն ուղղված քննադատությունը բավարար չէ, անհրաժեշտ են համակարգային լուծումներ, ասում է հայկական падգամավորը։